Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 18-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե ներող կլինեք, որ մի քիչ մեր սովորական ժամից ավելի ուշ ենք սկսում, որովհետև Գուրգեն Սիմոնյանը հրավիրել էր Հայաստանի Շնորհապետական կուսակցության համագումարին, իմ հետևորդներից շատերն են ինձ եւ գրում եւ զանգում եւ միտեղ տեսնում են, ասում են ինչու չեք հանդիպում, սխալ կլիներ, որ ես թեկուզ ուշացումով եմ միանում, բայց կարծում եմ երկուսն էլ կհասցնենք։ Հուսով եմ ուշացումս հարգելի կհամարեք։ Հիմա անցնենք մեր հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ռազմավարության մասին խոսելիս շատ բաներ վերանայվում են գիտելիքի հիման վրա։ Ըստ նրա դիվանագիտական դասագրքում նշված է, որ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան մշտական շահեր։ Իմ համոզմունքն է, որ դա ճշմարտությունը թաքցնելու ուղղված արտահայտություն է։ Իմ ընկալմամբ պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Իհարկե, խնդիրը որն է, այս միտքը նաև իր այսօրվա ավանդական ճեպազրույցի ժամանակ էլ նույն միտքը ասեց, հասկանում ես, որ երևի նոր է մի բան կարդացել կամ նոր է մի բան լսել, ու շատ վատ է լսել։ Ես որ ասում եմ, չէ, որ Նիկոլ Փաշինյանը ասենց գրագետ, անգրագետ հնարավոր չի առանց կարդալու։ Պետք է կարդաս, որ այսքան անգրագետ լնես։ Ինչից է խոսում, հիմա մի հատ հասկանամ, որտեղ մնացած բաներից էլ խոսեցնես նորություն կամ կարևոր բան չասեց, մի հատ անդրադառնանք սրա, որ իրան թված ինչ որ մի հատ գյուտ է արել։ Նախ ասում եմ դիվանագիտական դասագրքում նշված է, որ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր։ Մի հատ կարելի է ասել այդ որ դասագրքում է սենց գրած։ Այդ դասագիրքը կարող է ցույց տա մի հատ նայենք ինչա։ Որտեղ է տալս է։ Այդ բառերը տեր ունեն։ Իսկ եթե դասագրքում գրած լինի, մի քիչ ուրիշ ձևի գրած կլինի, բնագիրը այդպես չի։ Խոսքի մեջ մենք կարող ասենք չկա մշտական բարեկամներ, չկա մշտական թշնամիներ, կա մշտական շահեր, բայց երբ որ գրքից ես խոսում, գրքում դա տեր ունի, եւ դա գրել է Լորդ Հենրի Ջոն Թեմփլ Պալմերստոնը, Մեծ Բրիտանիայի 19-րդ դարի կեսերին վարչապետ, որը երկու անգամ վարչապետ է եղել երկու ժամկետներով, մեկը 3 տարով, մեկը 6 տարով, որը ասել Անգլիան չունի մշտական բարեկամներ, Անգլիան չունի մշտական թշնամիներ, Անգլիան ունի մշտական շահեր, եւ մեր պարտքն է հետևել դրանց։ Տարբերություն չկա։ Եթե ինքը չասեր, գրքում ա գրած, էլի կարայինք հասկանայինք, որ դե լավ խոսքի մեջ ասում է, բայց որ ուզում է ցույց տա, որ ինքը կարդացել է, բա ոնց է որ կարդացել ես ու տենց վատ ես հասկացել ինչի մասին է խոսքը։ Այո, խոսում է մշտական շահերից, պետական շահերի մասին։ Իսկ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որը սխալ է հանում, ասած է կիսատ ներկայացնելով սխալ է հանում Պալմերստոնին, անունն էլ չի տալիս։ Ինչ է իր ասածը։ Ուրեմն չկան մշտական, ինչ ասում եմ, իմ ընկալման պետությունն այն պահին է հասունանում, պետությունը հասունացած է, դու չես հասունացած, այտենց խակել կմնաս, քանի տարի վարչապետ տնես, երբ հասկանում է, որ չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ, այսինքն, ինչ է նշանակում չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ։ Այդ միջազգային հարաբերություններում Հայաստանի շահը չկա։ Հա։ Այսինքն ուղղակի հարաբերություններ ենք, հա, հաստատում։ Բարեկամ չկա, թշնամի չկա, ուղղակի հարաբերություն ենք հաստատում։ Հարաբերության նպատակը ո՞րն է։ Առաջ տանել քո պետության շահը։ Որտեղ է սխալ հանում Պալմերստոնին։ Ասածը կիսատ օրինակ բերելով։ Բա մշտական տեսնում ենք ինչ ես անում։ Հա, միջազգային հարաբերություններ ես վարում իշահ մյուս երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, բա ինչ կա չհասկանալու։ Մշտական բարեկամներ ու թշնամիներ չկան։
Եվ սա ասողը արդեն երևում է, որ ինքը բացարձակ տեղյակ չի, թե ինչի համար է ի վերջո Պալմերստոնն ասել։ Այո, կարելի է հանուն մեր պետության շահի համար սրա հետ լավը լինել, նրա հետ վատը լինել, մի կողմ դնենք, թշնամանքնել, բարեկամություննել։ Բայց դու ասում ես, ինչ պետական շահ, հանուն միջազգային հարաբերությունների։ Այդ միջազգային հարաբերություններ, սաղի հետ էլ խոսում եք, սաղին հայ եք ասում։ Էդ է ձեր միջազգային հարաբերությունը, չնայելով թե աշխարհում ինչա կատարվում։ Իսկ Լորդ Հենրի Պալմերստոնը իդեպ լիբերալ կուսակցության անդամ էր, ուղղակի հիշեցի դա էլ ասեմ, Հիմա որ այս վերջի սերունդը շատ դեպքերում նայում են պայքարը միշտ գնում է լեյբորիստների մեջ եւ պահպանողականների մեջ, իրանց թվում է մշտապես տենց է եղել։ Մշտապես տենց չի եղել։ Ժամանակին պայքարը գնում էր լիբերալների եւ պահպանողականների միջեւ։ Ուղղակի լիբերալները անդառնալիորեն կորցրեցին իրանց տեղը, դիրքը, ինչ խոսք, նաեւ գաղափարախոսության հետ կապված, որ տենց կոշտ լիբերալիզմը արդեն իրան չարթարացրեց ժամանակակից պայմաններում։ Այնպես որ վերջի լիբերալ կուսակցության վարչապետը եղել է Դեյվիդ Լոյդ Ջորջը 1916-1922 թվականներին, ինչու եմ հատուկ դա շեշտում, իհարկե ընդեղելի կոալիցիոն էր, բայց իր կուսակցությունը մեծ տեղ ուներ լիբերալները, որովհետև մենք ընդունված ամիշտ խոսում ենք նրա մասին, որ տեսեք Միացյալ Նահանգների 28-րդ նախագահան Վուդրո Վիլսոնը Հայաստանի իրավարար վճռի հետ կապված տեսեք ինչ ջանքեր ա գործադրել, շատ է ասում դրա մասին։ Բայց չգիտես ինչու, ուղղակի կարծես չենք նկատում, որ Դեյվիդ Լոյդ Ջորջը խոսում էր անկախ Հայաստանի մասին, խոսում էր անկախ Հայաստանի ինքնիշխանության, բացի ինքնիշխանությունը նաև տարածքների հետ կապված մշտապես պնդում էր, որ պետք է Սևրի պայմանագիրը հարգվի 20 թվականի, իսկ Սևրի պայմանագրի համար մշտական ինքը գլուխ էր ջարդում, իսկ եթե Սևրի պայմանագիրը նայում ես, տեսնում ես ովքեր են դրան մասնակից եղել, որից հետո իրանք են որոշել մոտավորապես 160,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան, որը որ ասել են քարտեզն ու վերջնական փաստաթղթերը պատվիրակում ենք Միացյալ Նահանգների նախագահին։ Այսինքն Սևրի պայմանագիրն է այդ որոշումը կայացրել, որ դրանից հետո Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռ կայացրել։ Այսինքն շատ դեպքերում ինչի եմ դա ասում, որովհետև շատ են ասում, այ անգլիացիները մեզ չեն օգնի, անգլիացիները միշտ էս են արել, են արել, ու մեծարում են այդպես, ասենք բանի Վուդրո Վիլսոնի արածը, բայց Դեյվիդ Լորդ Ջորջի կռիվ տալը, թեկուզ ասենք հաջողության չհասավ, բայց կռիվ տալը հայկական հարցի համար, այն դեպքում, երբ որ դրանք գրեթե նույն ժամանակաշրջանում էին, էլի 1913-ից 21 թվականները Վուդրո Վիլսոնն էր, 16-ից 22 Դեյվիդ Լոյդ Ջորջը։ Ուզում ասեմ, անգամ իրար հետ այդ ուղղությամբ աշխատել են։ Այնպես որ վատ չի լինի, որ դա էլ հաշվի առ, իսկ այդ ժամանակվանից հետո լիբերալ կուսակցությունը իր դերակատարությունը կորցրեց, հետո լիբերալ դեմոկրատ դարձավ, սոցիալ-դեմոկրատների հետ միացան, բայց հետագայում երբևիցե այլևս ոտի չկանգնեցին։ Այդ ուղղակի ինֆորմացիայի կարգով ուղղակի ասեցի, որ իմանանք, երբ որ Նիկոլ Փաշինյանը մի բանից խոսում է, մեկ-մեկ ասում եմ լավ կլինի, ինչից հասկանում է դրանից խոսա, դուս ա գալու, որ ընդհանրապես պիտի ոչ մի բանից չխոսա։ Լավ, հիմա տեսնենք աշխարհում ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Ես հրամայում եմ դեպի Վենեսուելա եւ Վենեսուելայից եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար եւ ամբողջական շրջափակում։ Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է Թրամփի շրջափակման որոշմանը եւ անվանել այն լիովին իռացիոնալ եւ առևտրի ու նավարկության ազատության խախտում։ Վենեսուելան պետք է ԱՄՆ-ին վերադարձնի ամբողջ նավթը, տարածքը եւ ակտիվները, որոնք նրանք գողացել են մեզանից, այդ ասում է Դոնալդ Թրամփը։ Մադուրոյի ապօրինի ռեժիմն այդ նավթահանքերն օգտագործում է ֆինանսավորելու ահաբեկչությունը, թմրանյութերի մաքսանենգությունը, մարդկային թրաֆիքինգը, ինչի համար Վենեսուելան ճանաչել են որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, գրել է Թրամփը։
Բայց հիմա նայենք Վենեսուելայի արձագանքը։ Վենեսուելայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Վենեսուելան մեղադրում է Սպիտակ տանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու և տարածաշրջանային ու միջազգային կայունությունը սպառնալու մեջ։ Դիմումում նշվում է Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական ներկայության մասին, նշելով, որ ԱՄՆ զորքերը գտնվում են Վենեսուելայի ափերից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա։ Ինչու հատուկ ուշադրություն դարձնենք Վենեսուելային, որովհետև ստեղ Դոնալդ Տրամպը հերթական քննությունն է հանձնում, որպեսզի ցույց տա, տեսեք, սա մեր ազդեցության գոտին է, մենք այդ ազդեցության գոտում մենք կորոշենք ինչ անելու, բայց Ռուսաստանը անմիջապես նորից մեղադրում է Ամերիկային եւ նորից քննադատում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է. Վերահաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ նրանց կրած փորձությունների առջև եւ մեր աջակցությունը Մադուրոյի կառավարության քաղաքականությանը, ուղղված ազգային շահերի եւ հայրենիքի ինքնիշխանության պաշտպանությանը։ Հուսով ենք, որ Տրամփի վարչակազմը, որը աչքի է ընկնում իր ռացիոնալ պրագմատիկ մոտեցմամբ, ճակատագրական սխալ թույլ չի տա եւ կխուսափի ամբողջ արևմտյան կիսագնդի համար անկանխատեսելի հետևանքներով սպառնացող իրավիճակի հետ հետագա սրումից։ Շատ ճիշտ են անում, ապտակում են Տրամփին ու շատ ճիշտ են անում, որտեղ եթե դու տերորիստին, մարդասպանին արդարացնես, մարդը կանգնում քեզ ասում է կարաս ասես Մադուրոն ինչ է արել ավելին, որ չի արել Պուտինը։ Եթե դու Պուտինին արդարացնում ես, Մադուրոյից ինչ ես ուզում։ Եվ դա ասում է Պուտինը, լավ է անում։ Եթե ինքը հանցագործ չի, ուրեմն դու ես մեղավոր, որ Մադուրոյին մեղադրում ես, ու չես կարող ասել Մադուրոն սխալ բան է անում։ Ասում եմ Մադուրոյից շատ սխալ եմ արել, քաշը չի հերիքում ին վրա խոսաս։ Էլ ինչ անի Պուտինը, որ Դոնալդ Տրամպը սթափվի, ասի, այն մարդ իսկականից լա ինչ է կատարում։ Արդեն ինձ մեղադրում է մեր քթի տակ մի հատ հարց լուծել, ասում է դու դա չես կարա լուծես։ Որովհետև դու ագրեսորին, ահաբեկիչին, մարդասպանին արդարացնում ես, զոհին մեղադրում, զոհի վրա ճնշում։ Դե հիմա դիր Մադուրոյի արածը նայի Պուտինի արածը եւ Տրամպի արածը նայեք, ու հենց քննադատում այն մարդը, որին դու պաշտպանում ես։ Կոչ ենք անում բոլորին չտրվել գաղափարախոսական ակնթարթներին, որոնք նեղացնում են նրանց տեսանկյունը տեղի ունեցողի վերաբերյալ։ Մենք հետևողականորեն աջակցում ենք Վաշինգտոնի եւ Կարակասի միջև երկխոսության կարգավորմանը, համոզված ենք, որ անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման եւ առկա խնդիրների ու անհամաձայնությունների կառուցողական լուծումներ գտնելու համար, հարգելով միջազգային իրավունքը, Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի, երաշխավորելով տարածաշրջանի երկրների կայուն եւ անկախ զարգացումը, ասված է հայտարարության մեջ։ Պատկերացրեցիք ժողովուրդ ջան։ Միջազգային իրավունքից է խոսում Ռուսաստանը, որը մտել է հարևանի տարածք։ Միջազգային իրավունքից է խոսում, մեղադրում է Ամերիկայի, շատ ճիշտ է անում։ Հիմա ուզում եմ իմանամ, վերջը էլ ինչ անի Ռուսաստանը, որ Տրամպը մի օր հասկանա, որ ինքը Ամերիկայի նախագահն ու չի կարող թույլ տալ, որ իրան ծաղրի Ռուսաստանի նախագահ։ Բայց Ռուսաստանի նախագահը իրավունք ունի, որտեղ ասում է, բա եթե իմ նկատմամբ այդ կարծիքին ես, բա ինչ է ուզում։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի այսօր Մոսկվայից հերթական ազդակներն են լսել, որ հաջորդ տարի նրանք պատրաստվում են պատերազմի։ Սրանք ազդանշաններ են ոչ միայն մեզ համար։ Կարևոր է, որ գործընկերները դա տեսնեն, եւ կարևոր է, որ նրանք ոչ միայն տեսնեն, այլև արձագանքեն, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերները, որոնք հաճախ ասում են, որ Ռուսաստանը կարծես ցանկանում է վերջ տալ պատերազմին, բայց Ռուսաստանը հնչում է Ռուսաստանից հնչում է բոլորովին այլ հռետորաբանություն, այլ ազդանշաններ գրել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանի տրամադրվածությունն այդպիսին է, ապա նրանք կարող են խաթարել նաև բանակցային գործընթացը, քողարկելով Ուկրաինան եւ ուկրաինացիներին ոչնչացնելու իրենց ցանկությունը։ Պետք է իրական պաշտպանություն եւ մենք կշարունակենք աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդպիսի պաշտպանություն իսկապես լինի։ Պետք է անվտանգային լուծումներ, պետք են ֆինանսական լուծումներ, այդ թվում ռուսական ակտիվների հետ կապված, պետք է քաղաքական լուծումներ եւ անհրաժեշտ է մեր բոլոր գործընկերների համարձակությունը տեսնելու ճշմարտությունը
ընդունելու ճշմարտությունը եւ գործելու համապատասխանաբար, նշել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ հիմա տեսնում եք դա, ուղղակի մի հատ կարճ անդրադառնամ, այսօրվա ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, սպասում էի նաեւ էտել նայի, որ դա էլ դրա մասին ասեմ, ես քանի որ այդ կոնֆլիկտի կողմ չեմ, ոչ այն կողմից, ոչ այն կողմից, դրա համար իմ օբյեկտիվ գնահատականը նա է, որ այո Գարեգին երկրորդի հետ կապված թե ինչպես նա դառավ կաթողիկոս, ինչ արեց այս ամբողջ ընթացքում, միանշանակ շատ ճիշտ կլինի, որ նա հասկանա, որ իր գնալը կօգնի առողջացնելու, բայց այն մեթոդներով, որը անում է Նիկոլ Փաշինյանը, այն աշճանի խայտառակ մեթոդներ են, որի պարագայում ինքը նույնիսկ բարձրացնում է Գարեգին երկրորդի հեղինակությունը, ոչ թե ինքը դրանով նրան վնաս է տալիս, շատ վատ է դա, այն դեպքում, երբ որ կարելի է նորմալ նստել պայմանավորվել եւ ասել, այս երկրում այս բախտորոշ պահին այդ էր մնացել, որ միասնականություն չլինի եկեղեցում, եթե քո գնալով դա կկարգավորվի, առանց ավելորդ աղմուկի եւ այլ պայմանավորվել, այն ինչ որ ունեի, դնեի սեղանին, ասեի էսա, վերկած գնա, անտեղի տեղը աղմուկ չբարձրացնենք, բայց հիմա արածն ինչ է։ Որ եպիսկոպոսներին է ստանը, որ թաղված են կոռուպցիայի ու անբարոյականության մեջ, նրանցով ես ուզում արդարություն հաստատես, բայց դրա համար էլ չընդունվեց, բայց դրա համար էլ գնացիք, տեսակ ոստիկանությունով գնացել եք ձեր 10 հոգուն պաշտպանել, բա ուր էին, Նիկոլ Փաշինյանն էլ կոչ էր արել, որ ես սատարում եմ, հա չեմ մասնակցում, բայց սատարում եմ, բա Նիկոլ Փաշինյանի սատարողներն էլ ընդեղ էին, պաշտոնյաներ էին գնացել այդ 10 հոգուն աջակցեն, բա ինչի ոչի բան չստացվեց։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գարեգին երկրորդը կամ նրա եղբայրը եղել են ԿԳԲ-ի գործակալ, ընդունենք, որ դա այդպես է, բա որտեղից դա գիտես։ Ասում է ԿԳԲ-ն փաստաթուղթ է տվել, որ ԿԳԲ-ն Հայաստանի, հա, շատ լավ։ Բա մենք ուզում ենք իմանանք։ Շատ երկրներ անկախությունից հետո բացեցին ԿԳԲ-ի արխիվները եւ ասին ժողովուրդ ջան, վիճակը սա է։ Լևոն Տեր-Պետրոսյանը դա բնականա չէր անելու, ինչ որ պատճառ գտավ թե ինչի չէր անում, բայց պատճառը նա էր, որտեվ ինքը ԿԳԲ-ի գործակալ էր։ Իրանք գնացին մաքրեցին իրանց վերաբերվող ամբողջ արխիվը հանեցին, որից հետո ինչու նաև իրանք արխիվները չբացեցին իրանցը հանելուց հետո, որտեվ եթե արխիվները բացեին եւ այնտեղ ուրիշների գործակալ լնելը ջրի երես դուրս գար, այդ մարդիկ կասեին չհասկացանք, Լևոն Տեր-Պետրոսյան, քո թղթերը վերացրել ես մերն ես ներկայացնում, բա դու էլ էիր, մերպես մի գործակալ էլ դու էիր, դնեին այդ ամբողջ հանեին ջրի երես, ու ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ական շատ պաշտոնյաներ կային, որոնք ԿԳԲ-ի գործակալ էին։ Բոլորին էլ կհանեին կդնեին սեղանին։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյան հիմա դու կապ չունես Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ այսքան տարի անցել է, եթե արխիվում կա Գարեգին երկրորդի մասին եւ նրա եղբոր մասին, ուրիշների մասին չկա, այսօր հայտարարի արխիվները բացի, ասա այսքան տարի էլ անցել է ժողովուրդ ջան, մեկը ողջ, մեկը մահացած, մենք ուղղակի պատկերացում ունենանք, թե ինչա կատարվել։ Էս է վիճակը, իսկ արխիվը հատվածաբար բացելը ո՞րն է։ Այս մեկի մասին ասենք, այն մեկի մասին չասենք։ Ասա բոլորի մասին։ Ասա բոլորի մասին։ Ինչ չես բացում։ Այսինքն հատուկ նստել ես արխիվի վրա, ասում ես, ես դա կասեմ, որ տենց բան կա։ Մենք էլ ասում ենք, ասա բոլորինը։ Այդ դեպքում արդեն քո արածը նորմալ կլինի, որովհետև դու չես կարա ամենավարկաբեկված, ամենակոռումպացված օֆշորային սկանդալի մեջ հայտնված Կճոյանով Գարեգին երկրորդին ուղարկես տուն։ Չես կարող։ Եթե նա գալիք ու կողքը նստում է, դա արդեն խայտառակություն է։ Դու պետք է նորմալ անես, որ մարդիկ ողջունեն, որտեղ հասարակությունը շատ լավ գիտեր նրան ծառացնել, Ռուսաստանին ծառայելն, այդ ամեն ինչը, բա որ խոսում ես քո կառավարության անդամները որ գործակալ են, գործող իշխանությունների հատուկ ծառայությունների գործակալ են, տանում ես դնում ես բարձր պաշտոնի, այդ կարելի է, իսկ սովետական միությունը չկա, ԿԳԲ-ն էլ չկա։ Իրավական իհարկե չես կարա գործողություն անես, բայց մենակ իրավականը չի, նաև բարոյականն է։ Մենք ուզում ենք իմանանք այդ ովքեր են ծառայ, որովհետև իրավական չես կարող, բայց դրանց արխիվները Մոսկվայում են։ Այդ մարդիկ շարունակելու են մնան Ռուսաստանի ոտքի տակին, կրունգի տակ։ Բա բացեք։ Հիմա մենք պահանջում ենք բացեք բոլորինը։
Եթե ին վրա էլ կա, բացեք հրապարակեք, ուրիշի վրա կա, բացեք հրապարակեք, կամ ոչ մեկինը, կամ բոլորինը, սա է։ Եվ արդյունքը տեսակ, այսօր ինչ էր դա։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առաջիկա հանգստյան օրերին դեկտեմբերի 20-ից 21-ին Մայամիում բանակցություններ կանցկացնեն ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ։ Սպասում է, որ ամերիկյան կողմից հանդիպանը կմասնակցեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Տրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Ռուսական կողմից սպասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցությունը։ Վերջին շաբաթներին 3 էլ մասնակցել են բանակցություններին։ Ուկրաինայի հետ կապված 3 բիզնեսմեն նստելու են մասնակցեն եւ հետո 2 բիզնեսմենը զեկուցեն բիզնեսմեն Տրամփին, որ ասեն պայմանավորվեցինք Ուկրաինայի հողերը ինչի հետ ենք փոխում։ Այս Ժողովուրդ ջան, այդ բանակցությունն էլ այդքան արդյունավետ չի լինելու, որովհետեւ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պետք է հասկանա, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ իր պետական շահերից է բխում, սենց առևտրի չնստի ու խայտարականի իր պետությունը։ Մանավանդ որ իրան չի հաջողվելու Պուտինին փրկել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում եւ մի քանի հայտարարություններ արել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Պուտինը կրկնել է, որ Մոսկվան պատրաստ է ռազմական ուժի միջոցով գրավել Ուկրաինայի այն տարածքները, որոնք համարում է իրենը։ Հատուկ ռազմական գործողության նպատակները անպայման կիրականացվեն։ Հատուկ ռազմական գործողության նպատակների մեջ մտնում էր ամբողջ Ուկրաինան գրավելը, դենացիֆիկացիա էր անում, չգիտես ինչ էր անում, դեմիլիտարիզացիա էր անում։ Այսինքն դու այդ բոլոր նպատակները մնացել է, բա ինչ ես բանակցում։ Էլի բանակցելու իմաստը որն է։ Դու այդ տարածքը չես գրավել, հանրակրվե ես արել, հիմա ասես այդ տարածքը ես կարամ ուժով վերցնեմ։ Բա էլ դու ինչ է համարես բանակցում։ Տրամփը քեզ որպես ինչ արտոնություն տալի։ Մենք կնախընտրեինք դա անել եւ վերացնել հակամարտության արմատական պատճառները դիվանագիտական ճանապարհով։ Եթե հակառակ կողմը եւ նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն մասնակցել առարկայական քննարկումների, Ռուսաստանը կհասնի իր պատմական հողերի ազատագրմանը ռազմական միջոցներով, ասել է Պուտինը։ Այսինքն Ռուսաստանը համարում է, որ իր պատմական հողն է ամբողջ Ուկրաինան, հետո այսինքն դու, եթե քեզ ինչ-որ բան չեն տալի, դու ռազմական ճանապարհով պետք է վերցնես, բա էլ ինչ բանակցություն։ Ու նույն ձևի խոսում ես Եվրոպայի մասին։ Այն է չանեք, մենք պատրաստ ենք պատերազմի, այս ենք անելու, այն ենք անելու։ Եվ իդեպ ուշադրություն դարձրեք, պատերազմը շարունակում է Դոնալդ Տրամփը։ Միանձնյա շարունակում է Դոնալդ Տրամփը։ Ես հիմա ձեզ բացատրեմ։ Ինքը ինչ է անում։ Ասում է Եվրոպա, զինվի։ Դուք հարցերը լուծի, ես կարող եմ վաղը մյուս օրը Եվրոպայով չզբաղվեմ։ Հենց Եվրոպան զինվում է, Ռուսաստանը ինչ է ասում։ Ասում է Եվրոպան ցանկանում է հարձակվել մեզ վրա 2030 թվականին։ Այս Պուտինի խոսքերն եմ ասում, բայց դրանից առաջ ով է ասում Օրբանը։ Օրբանն էլ դե գիտենք, բանի ճուտիկն է, չէ՞, երկուսի ճուտիկն է, երևի երկուսի խաչասերվել է Տրամփից ու Պուտինից ստացվել է Հունգարիայի վարչապետ մի հատ ճուտիկ։ Ինքը կանգնեց ասեց Եվրոպան մինչև 2030 թվականին արձակվել է Ռուսաստանի վրա։ Սա ինչու համար ասեց, որպեսզի Ռուսաստանը ասի՝ մի րոպե, եթե Եվրոպան 5 տարի հետո պետք է մեր վրա հարձակվի, մենք քո հիմար չենք, սպասենք ինքն է զինվի, ռազմական ծախսերն ավելացնի, հարձակվի մեր վրա, այդ դեպքում մենք իրանց վրա կհարձակվենք, չենք թողի իրանք զինվեն։ Հիմա հարց։ Տրամփն ասում է ռազմական ծախսերը հասցրեք 5%, Օրբանն ասում է հարձակվել է Ռուսաստանի վրա, Ռուսաստանն ասում է դե որ հարձակվել է, ես պետք է հարձակվեմ։ Հիմա հարց է ծագում, Տրամփ, բա դու չէիր ասում բանը ծախսերը հասցրու 5%-ի։ Բան չի ակու գործընկերը դա համարում որպես սպառնալիքի նկատմամբ եւ պատրաստվում է այսօր հարձակվի Եվրոպայի վրա։ Բայց հարցը լուծի։ Բա ոնց լուծես, այնտեղ հողերի ու փողերի բազար կա, չէ։ Հիմա պարզը չէ,
ինչպիսի առիթ են տալիս, որ Ռուսաստանը հիմնավորի, թե ինչու է ինքը պատրաստ հարձակվի Եվրոպայի վրա։ Ուզում են նախահարձակ լինի։ Ոնց որ ասում էր, բա գիտեք ինչի Ուկրաինայի վրա հարձակվեցի, որտեղ Ուկրաինան էր ցանկանում մեր վրա հարձակվեն։ Հիշում եք անգամ Լուկաշենկոն էլ ասեց, կարամ տեղերը ցույց տամ, որտեղով էր Ուկրաինան Ռուսաստանի վրա հարձակվելու։ Քանի որ մենք չէինք ուզում Ուկրաինան հարձակվի մեր վրա, մենք նախահարձակ եղանք եւ արդարացնում են դրանով։ Հիմա իրանք Եվրոպայի վրա հարձակվելը բացատրում են այդ կետերով, որը ես ձեզ նշեցի։ Իսկ այդ կետերը առաջացել է Տրամպի պահանջից։ Զինվեք եւ գաղտնազերծում անելուց ուզում են ձեր վրա այսինքն ՆԱՏՕ-ն ուզում է հարձակվի Ռուսաստանի վրա։ Այսինքն հասկացաք, թե ոնց են նախապատրաստում։ ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին զենքի մեծածավալ մատակարարումների փաթեթը, այն ներառում է նաև միջին հեռահարության հրթիռներ, հաուբիցներ եւ անօդաչուներ։ Դրանք նման են այն համակարգերին, որոնք ԱՄՆ-ն Բայդենի վարչակազմի ժամանակ մատակարարել է Ուկրաինային։ Այդ համակարգերի արժեքը գերազանցում է $4 միլիարդ։ Դե մենք գիտենք, որ Թայվանի ամբողջականությանը տարածքային անվտանգության երաշխավորը հանդես է գալի Միացյալ Նահանգները, բայց Դոնալդ Տրամպը ասեց, որ ես խոսել եմ Սի Ցզինպինի հետ ու ասել եմ, քանի ես նախագահ եմ, չհարձակվես։ Այդ ընթացքում դրանից հետո ինչ կանես։ Հետո էլ ասի դե ես խաղաղություն էի բերել, ոտս քաշեցի այն մարդ մտան Թայվան։ Տեսնում եք, ես որոնեի տենց բան չէ լինի, բայց հարցը ուրիշ է։ Հիմա դու ասում ես մի հարձակվի, ես զենք ես տալի Թայվանին, այսինքն ինչ ես անում։ Չինաստանն էլ ասի, լա սպասի, կարող է այնքան զինես, մինչև դու 3 տարի հետո գնաս, արդեն ես չկարողանամ նրան հաղթեմ։ Սպասի ավելի լավ է հիմա հարձակվեմ։ Բայց շարունակությունը նայենք, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ասած, դե քանի որ կոնֆլիկտը Թայվան-Չինաստանն է, Լուկաշենկոն ինչ է ասում, որտեղ սա հետաքրքիր է պատկերացնել իր մտքի ֆանտազիան։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո աշխարհում կա ուժի 3 բևեռ՝ Չինաստան, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Իրականում ես Եվրամիությունը համարում եմ 4-րդ հենասյունը, սակայն նրանց հիստերիկ պահանջները հաշվի առնելով բևեռը կարող է փլուզվել։ Հնդկաստանը դառնում է նոր ձգողականության կենտրոն, ընդգծել է Լուկաշենկոն։ Իհարկե իր ասածը, պարզ է, որ ինչի Չինաստան, ինչի Ռուսաստան, իր ասածը իրականության հետ որևէ աղերս չունի։ Սա իր ցանկությունն է ուղղակի ներկայացնում, որովհետև եթե աշխարհը լինի 3 բևեռ, դա չի լինի 3 բևեռ, որովհետև Չինաստանն ու Ռուսաստանը դա կլինեն 1 բևեռ, որովհետև Չինաստանը նստած է Ռուսաստանի շալակին։ Դա նորություն չի, դա ապացուցված բան է։ Այսինքն եթե դու 3 առանձին բևեռ ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Այդ երկուսը ելնելու են Ամերիկայի դեմ։ Իսկ Ամերիկային դա ձեռք չի տա։ Ամերիկան փորձեց մեկուսացնել Չինաստանին, չհաջողվեց, հասկացավ, որ մեկը հիմա դեռ չի հաշտվում այդ մտքի հետ, որ բիզնեսն է կարևոր, թե պետական շահը։ Շատ դժվար է այդ իհարկե խնդրեմ է։ Բայց եթե իրականում ինքը հասկանա, որ պետական շահն է, ուղղակի չի կարող Ռուսաստանը բևեռ լինի։ Եվ այն Եվրոպան, որին Լուկաշենկոն համարում է փլուզվող, դա միայն իրան թվում է։ Եվրոպան հիմա կոնսոլիդացվելու է, Եվրոպան հանգիստ իր համար ապրում էր, անվտանգությունն էլ Ամերիկան ապահովում էր, Ռուսաստանն էլ պատերազմ չէր սկսում, իրանք էլ հանգիստ վայելում էին։ Հիմա հասկացան, որ լրիվ այլ իրավիճակ է, իրանք են հարվածի տակ, իրանք համախմբվում են, որ իրանք օբյեկտիվորեն ստեղծեն որպես բևեռ, իսկ իրանք որ ստեղծեն բևեռ, Ռուսաստանին շարքից անեն, Չինաստանը այո կարող է լինել բևեռ։ Հնդկաստանը այդպիսի հավակնություններ չունի, նույնիսկ եթե բնակչության թվով ավելի մեծ է, քան Չինաստանը, ինքը տենց բանի չունի, էլի աշխարհակալ ամբիցիաներ։ Հայ իր համար երկիր է, ապրում է, աշխատում է, ինչ որ բաներ զարգացնում է, ոչ ավելի։ Առայժմ ինքը չունի դա։ Հենց որ Հնդկաստանին կարելի է այս պարագայում չհաշվել, բայց ինչ վերաբերում է Չինաստան, Ռուսաստան, Միացյալ, այսպիսի եռյակ լինել չի կարող։ Մի ձևի եռյակ կարող է լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Չինաստան։ Այնպես որ Լուկաշենկոին ասենք, իմացի գլխիդ գալիքը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է. Կիևը եւ Եվրոպան փորձում են հրաժարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի խաղաղության ծրագրում առկա արդարացի փոխզիջումներից։ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաների հետ իրենց շփումներում նրանք փորձում են այս ծրագիրը ներկայացնել որպես Կիևին պարտադրելու ևս մեկ փորձ, որոնք ենթադրաբար զիջումներ են Ռուսաստանի օգտին։ Նրանք հետապնդում են նպատակ խաբեությամբ կամ ամփությամբ կանխել խաղաղության համաձայնագիրը եւ ևս մեկ անգամ ինչպես արեցին Բայդենի դարաշրջանում ստիպել Վաշինգտոնին վճարել ուկրաինական հակամարտության համար, ըստ էության ֆինանսավորելով պատերազմը, բայց իհարկե նրանց հաշվարկներում կա մեկ հիմնական թերություն։ Այս թերությունը մարտադաշտում է, ընդգծել է Նարիշկինը։ Այսինքն արտաքին հետախուզության ծառայության տնօրենը նախ ուզում է Ամերիկային հասկացնի, որ գիտես ինչ, այն ինչ որ դու բերել ես այդ փաթեթը, այս Եվրոպան ու Ուկրաինան ցանկանում են փոխել, քո կարծիքը փոխել եւ այլ, այսինքն դրանով ցույց է տալիս, որ իրանք շատ գոհ են Տրամփի բանակցածից, շատ գոհ են, իրանք մանրամասներն էլ գիտեն, են որ ասում են, մեզ չեն ասել, շատ լավ էլ իրանք գիտեն, այսինքն իրանք են տվել Տրամփին, իրանք գիտեն Տրամփը հետո Ուկրաինային ինչ է ասել, բայց եւ միևնույն ժամանակ ասում են արդյունքները մարտադաշտում է երևում, իսկ մարտադաշտում ինչ է երևում, ինչ խնդիր ես լուծել, որ մարտադաշտը քեզ տենց հոխորտալու իրավասություն է տալի, կամ քո պետության համար այդ ինչ հարց ես լուծել խաղաղության հետ կապված, գնանք տանենք ցույց տանք Այն ովքեր որ մեծ խոսում են, ասում են Ռուսաստանը, մենք պետք է Ռուսաստանի հետ լավ լինենք, ասում ենք Ժորժ ջան, Ռուսաստանը, որը տենց լավ վիճակում է, ինչա վերցրել իր ամբողջ հեռավոր արևելքը տալի Չինաստան։ Դե ասма դրանք էջ, ոնց դրանք էջ։ Բա որն է մեջ։ Կոնկրետ կասեք, որն է մեջ։ Այսինքն Ռուսաստանի տարածքը, որն ասում եք, ինքը մեծ երկիր է, մի հսկայական տարածք դա է։ Կտանք Չինաստանին, ծառերը կկտրի, կգան դեղ ինչ-որ բան կմշակի, գործարաններ կվերցնի, մարդիկ կբերի, ուղղակի այդ տարածքը կվերցնի Իրան։ Էդ հեչ։ Իսկ նայել եք Հյուսիսի վիճակն ինչ է։ Հավերժական սառացության տակ գտնվող գոտիներում տաքացման հետ կապված նայել եք ոնց են շենքերը փլուզվում։ Թե դա էլ չեք նկատել։ Որ շենքերը կառուցած է, սյուները դրած է սառույցի վրա։ Բավական է մի քանի սանտիմետր անգամ ջուրը հալվեց եւ իջավ, հո հավասարազոր չի իջնում, հավասար չի իջնում։ Սենց տատանվելով ըտա փլուզի, չգիտեք քանի վթարային կա։ Դե ասում են էլ հեչ, այ մարդ նարիսկը մերին չին ա պետք։ Դիքսի, Նիգար կան, մերին չին ա պետք։ Այ մարդ էլ ավեք էլի։ Չհասկա, բա ինչն է ձեզ պետք, Մոսկվան։ Բայց թե Մոսկվան ձերն այն չեք մտել Ուկրաինա։ Էդ է ձեր Ռուսաստանը։ Ով որ ասում է Ռուսաստանի վիճակը լավ է, ես շառ եմ անում, եկեք իրար հետ գնանք հյուսիսն էլ նայենք, հարավն էլ նայենք։ Հարավը տվել եք չինացիներին, հյուսիսը տվել եք հալված սառույցին։ Չեք տեսել ինչ է կատարվում։ Մի բան էլ այն օրը մնաց չհասցրեցի ասեմ ամեն դեպքում արժե դրան անդրադառնալ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, որ կատակել էր, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին Վիկտորը Լենինի շքանշան է վաստակել, սա նրա պատասխանն էր Հունգարիայի վարչապետի այն դիտարկմանը, որ ռուսական ակտիվների անօրինական սեփականազրկումն ըստ էության միջազգային իրավունքի բռնաբարում է, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ մասին գրել էր. Ռադոսլավ Սիկորսկու X-ում տված արտառոց վարմունքներով այլևս ոչ ոք չի զարմանում։ Լենինի անունը հիշատակելով արտգործնախարարը պետք է ենթադրեր ցանկացել է վիրավորել Վիկտոր Օրբանին։ Սիկորսկին մոռացել է, որ առանց Լենինի Լեհաստանը գոյություն չէր ունենա։ Ավելին, եթե բոլշևիկները եւ Լենինը չաջակցեին 18 թվականին Կիրիլի ապստամբությանը եւ Գերմանիայում տեղի ունեցած նոյեմբերյան հեղափոխությանը, որը թուլացրեց Կայզերի Ռայխը, շատ հավանական է, որ Լեհաստանը դեռ երկար տարիներ կմնար Գերմանիայի տիրապետության տակ։ Վարշավան միանշանակ չպետք է դա մոռանա, սակայն պատմությունը Սիկորսկու համար չի գրվում։ Լենինը պայքարել է լեհական պետության համար, մինչդեռ Վարշավայի ներկայիս առաջնորդները զոհաբերել են իրենց ինքնիշխանությունը ՆԱՏՕ-ի նարատիվներին։ Ինչն է այստեղ հետաքրքիր։ Եթե Լենինը տենց մեծ բան էր արել
ու դուք էլ Լենինի հետևորդ եք ձեզ համարում Լեհաստանի համար, բա դուք 39 թվականի օգոստոսի 23-ին Հիտլերի հետ իբր թե այդ Գերմանիայի ճիրաններից Լեհաստանը փրկել եք, բա գնացիք ստորագրեցիք այն կողմից Լեհաստանը վերցրեց Հիտլերը, այս կողմից Ստալինը, բա այդ քիչ էիք հիշում Լենինի արածը, այդ նոր հիշեցիք Լենինի արածը, կամ որ հիմա ցույց եք տալիս, որ Լեհաստանը սենց, Լեհաստանը նենց, Լեհաստանը ձեր կազմում ա եղել, դուք եք նրան պետություն դարձրել եւ այլ, հա լավ հասկացանք, այդ նախետօրինակից պարզ երևում ա, որ դուք սկի չեք հարգել, սեպտեմբերի 1-ին Հիտլերն ամտեց, սեպտեմբերի 17-ին Ստալինը, նույն Լեհաստան, այն կողմից նա, բա ոնց էիք, բա ինչ չէիք հարգում, մի քիչ ես տարիքով մեծ եմ Մարիա Զախարովայից, մի քիչ ավելի հին բաների աչքով տեսել եմ, էլի 1610 թվականին կարող է հիշենք լեհերն ինչ էին անում Մոսկվայում, բա այդ էլ բախի չի Մարիա Զախարովան դա էլ հիշում, թե ինչ ա եղել, Իվան Այեղից հետո 1584 թվականին մեռավ, տղեն Ֆյոդորը մի քիչ էլ եկեղեցական տղա էր, վերջինը եղավ, հետո մահացավ, որից հետո իրանց քոքը կտրվեց, այլևս իրանք ժառանգ չունեին, եւ ինչ եղավ, էլ Բարիս Գադունով, էլ Վասիլի Շույսկի, էլ Լեժե Դմիտրի առաջին, էլ Լեժե Դմիտրի երկուս, այդ խառը ժամանակները չէր Ռուսաստանում, ուր էր ձեր պետականությունը, կարող է պատահաբար հիշեք, որ ձեր Սեմի Բոյարշինան, այդ 7 բոյարը, որ կառավարություններ էլ Ռուսաստանի, դիմեցին Լեհաստանի թագավորին, Սիգիզմունդ III-ին, ոտերն էին ընկել, ասում էին Լեժե Դմիտրի II-ի ձեռը կրակն ենք ընկել, երգիրը վերցնում ա, արի տեր կանգնի Ռուսաստանին, ասում են լեհերը գրավել են, լեհերի ոտերն էիք ընկել, չէին գրավել, լեհերը ընդամենը մի հատ գառնիզոն էին ուղարկել, Են էլ ինչի համար, Սիգիզմունդ III-ի տղուն, Վլադիսլավ IV-ին, որ գար դառնար Ռուսաստանի ցար, մոռացել եք ժողովուրդը, դուք էիք խնդրել այդ մարդուն բերել, հետո որ աշխարհազորը եղավ Մինինն ու Պաժարսկին եկան, հանեցին, ասում աշխարհազորով եկան, մի գառնիզոն էր, լեհերն ուզեցան օգնության գան, սկի չհասցրեցին գան, այդ մի գառնիզոնին հանելն էդ ինչ էր որ, այդ չէր ձեր երկրի վիճակը, լեհերին անուն եք դնում, Լեհերը սկի Իվան Այեղի իշխանությունը չէին ճանաչում, քանի անգամ էր խնդրում, ասում էր գոնե ճանաչեք, որ ես ցարն եմ, ասում դու ով ես է, բա մետ էլ նայեք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Միացյալ Նահանգները հստակ ուրվագծել են, որ այն հողերը, որտեղ հարյուրամյակներով ապրել են ռուսները, պետք է նորից դառնան ռուսական, լավ է, որ ամերիկացիները դա հասկացել են, նրանք հստակ ասել են, որ ոչ մի ՆԱՏՕ չի կարող լինել, դե այդ ասել են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինան չի միանա, նախարարն ընդգծել է, որ ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման ժամանակ առաջին հերթին պետք է վերացնել սկզբնական պատճառները, Լավրովը հստակեցրել է, որ դա կապ ունի նաև ռուսական մշակույթի և պատմության ոչնչացման հետ, Լավրովը նաև ընդգծել է ռուսաց լեզվի մշակույթի և ուկրաինական ուղղափառ եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը, հիմա տեսեք ինչ ա ստացվում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզել են, որ այն հողերը, որոնք պատմականորեն հարյուրամյակներով ռուսական են, պետք է վերադառնա ռուսներին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է արդեն պատմական արդարությամբ հողերը վերադարձնի ռուսներին, համաձայնվել է դրան, այսինքն այլևս ՄԱԿ, միջազգային իրավունք, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն չկա, կարող է հանենք ցույց տանք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, Հելսինկիի եզրափակիչ ակտի տակ, Եվրոպայի անվտանգության համար, կարող է մի հատ էլ հիշացնենք, որ 99 թվականին էլ Ստամբուլում նոյեմբերի 18-ին վերահաստատվեց այդ նույնը էլի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությամբ, Եվրոպայի անվտանգության խարտիա, սահմաններ չեն ճանաչել,
Այսինքն այս բոլորը պատմական արդարություն է, բա մի անգամ ասեցի, հենց հետ գնաք պատմական արդարության, հնդկացիները ռեզերվացիայից գալու են, թեւետ բռնեն, գցեն, ասեն գնա քու Գերմանիան, այս կողմերը չերևաս։ Այսինքն արդեն Ամերիկայի նախագահը պատմական արդարությամբ որոշել է, որ այն հողը, որը հարյուրամյակներով ռուսներն են ապրել, նախ ինքը այդ ոնց հաշվեց, որ հարյուրամյակներով ռուսներն են ապրել, այդ ինչ գործիքով չափեց, իր քաղաքական հարցեր լուծողները ասեց, դա բիզնեսմեն են, ապրանք ծախող տղեկ են, անշարժ գույք են վաճառում, բան չեն հասկանում, բայց ոչինչ, լավ բանակցում են։ Գիտենք էլի ձեր կադրերը։ Այդ ով է եկել զեկուցել, որ հարյուրամյակներով ռուսներն են այդտեղ ապրել։ Լավ, եթե նույնիսկ ռուսներն են ապրել, հետո ինչ ես առաջարկում։ Եվ ինքը ասում է, որ սա Տրամպը մեզ խոստացել է։ Եվ այնտեղ, որտեղ Ռուսաստանից մարդը գնացել է միտեղ ապրի, իրանք ինչ են անում։ Իրանք չեն ասում, որ դու այդ երկրում ապրի, նորմալ ապրես։ Ռուսաստանն ինչ է անում։ Ասում է դու Լիտվայում ապրում ես, լավ ես ապրում։ Լատվիայում, Էստոնիայում։ Չէ, դու ոչ թե պետք է նրա լեզուն սովորես ու այնտեղ լավ ապրես։ Չէ, ինչ ես խոսում։ Դա քո երկիրն է, դա մերն է։ Դա մեր ցարական Ռուսաստանն էր։ Սովետի ժամանակ մեր կազմում է։ Դու ես դրա տերը։ Դու լեզուն մի էլ սովորի եւ պայքարի։ Մենք էլ քեզ կօգնենք։ Ինչին կօգնես։ Որ այդ մարդը չմերվի նորմալ աշխատի, իսկ ինչի համար։ Դու ռուսին տանում ես, կոտորում ես Ուկրաինայում, հնդիկին բերում ես, որ աշխատի ու սերունդ տա։ Չինացուն բերում ես, որ աշխատի, որովհետև դուք աշխատող չեք։ Բայց այն ռուսները, որ գնացել են եւ նորմալ ձևով ինտեգրվել են Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, եվրոպական տարբեր երկրներում, նրանց իրավունքներն է պաշտպանում։ Դա մեր հողերն է, դա դուք պետք է ռուսերեն խոսաք, դուք պետք է նրանց չենթարկվեք, ինչի համար ես անում, որպեսզի այդ մարդկանց դուսանեն, այսինքն նրանք լավ մրցունակ աշխատուժ են, գան Ռուսաստան, չեն գա Ռուսաստան։ Այդ մարդիկ չեն գա։ Եկողը լինեին կգայի, բայց նրանք չեն գալու։ Իսկ դու ինչ ես անում։ Ստորաբար այդ մարդիկ, ովքեր գնացել են մրցունակ աշխատուժ են տարբեր երկրներում, որ Ռուսաստան չեն ուզում գան, ստորաբար այդ մարդկանց ասում ես պայքարի, որ ձեզ դուսանեն, որպեսզի դուք գաք Ռուսաստան, որտեղ Ռուսաստանում աշխատուժ չկա, որովհետև Ռուսաստանում 5 միլիոն հնդիկ են պատվիրել։ Առաջի խմբականակը 500,000-ը արդեն կգա շուտով։ Այդ իհարկե դե ոնց կարող դա իրանց չհետաքրքիր։ Հայաստանում բա դա իրանց հետաքրքիր է։ Հայաստանում հետաքրքիր է մեծ Ռուսաստանի հետ ընկերություն անել։ Որ դուք չեք հասկանում ինչա կատարում։ Ուզում եք այդ երկիրը մեր կյանքը տնօրինի, իրոք տենց եք ուզում։ Եվ այս ամեն ինչը ուղղակիորեն մեզ առնչվող բան է, էլի ժամանակ կլինի, էլի կխոսենք, էլի բաներ մնաց, ոչինչ։ Մեկ ամեն օր շփվում ենք, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։